Աստված ձեզ օրհնի, պահի։ Ուրեմն մենք երբ որ Տիրոջ առաջ կանգնում ենք, պետք է ուշադրություն դարձնենք, թե Տերն ինչ է ասում։ Նախ ուզում եմ Սուրբ Գրքից մի քանի հատված կարդանք, որ երբ որ Տիրոջ խոսքը խոսվում է, Մովսեսը եւ մյուսները Սամոսներում ասում են լուր կացեք Տիրոջ առաջ։ Ինչու լուր կացեք, որպեսզի կարողանաք հասկանալ, թե Տերն ինչ է ասում։ Հասարակ սովորական խոսակցությունների մեջ, եթե մեկը խոսում է, մենք լուր չենք մնում, կիսատ լսում ենք, չենք հասկանա վերջ-վերջո ինչ է ուզում ասել այդ մարդը։ Միտեղ լավ չլսեցինք, միտեղ բաց թողեցինք եւ այլ եւ այլ։ Ուրեմն մենք պետք է սովորենք լուր կենալ Տիրոջ առաջ։ Եվ բոլորս մենք պետք է սովորենք հասկանալ Տերը ինչ է ուզում որ ասեն։ Մանավանդ եթե դու Տիրոջ գործով ես կանգնած, Տիրոջ խոսք ես ուզում խոսել։ Մեկ օրինակ եմ ուզում բերել, մի եղբայր կա, ասում է շատ տարիներ առաջ այդ դեպքը կատարվել է, հիմա այդ եղբայրը կա։ Ասում է մեծ եղբայրս ինքը ամենափոքրն էր, 6-7 եղբայր էին, քանիս են, չեմ հիշում, բայց գիտեմ շատ եղբայրներ էին, բոլորը հավատացյալներ էին, գործում էին, կարելի ասել բոլորը հովիվներ էին, ամենքը մի երկրում, տարբեր տեղերում, եւ փոքր եղբայրը ասում է մեծ եղբայրս այնպիսի բաներ էր ասում, որ նա չէի լսում։ Ինչու համար, որտեղ զգում էի, որ նա Աստծո միտքը չի ասում, Աստծո խոսքը մաքուր չի ասում։ Բայց ինքնին երբ որ մենք տեսնում ենք խոսքի տարաձայնություն կա մեր մեջ, ուզենք չուզենք, արդեն անհամաձայնություն է ստեղծվում մեր մեջ։ Անհամաձայնություն է ստեղծվում, բնական է, ես ուրիշ ձև պետք է գնամ, ինքը ուրիշ ձև պետք է գնա, ինչ որ հարցերում, եւ իր հայրն էլ այդ երկրում, ինչ-որ երկրում ճանաչված էր որպես առաքյալ մարդ։ Այդպիսի բարձր կոչում ուներ։ Ինչու, որովհետև որոշ տեղերում Աստծո հայտնությամբ իր ձեռով, հոր ձեռով եկեղեցիներ էին հաստատվել, ստեղծվել, ոնց որ Պողոսի ձեռով Սուրբ Հոգու մկրտության համար հայտնություն եղավ եւ այդպես այդ մարդուն ճանաչում են որպես առաջնորդ եւ մինչեւ խորը ծերություն հիմա չկա հայրը, բայց իրեն այդպես էլ ճանաչեցին։ Ասում եմ մի օր հայրս կանչեց, ասես տղա ջան, դու պետք է քո մեծ եղբորը լսես։ Սա գեղեցիկ չի, լավ չի։ Կողքից լսեմ, որ երկու եղբայր միաբան չեն եւ տարաձայնություն ունեն, ինստինկտիվ արդեն բաժանության նման բան է ստացվում։ Դուք իրար հետ չեք։ Այս փոքր եղբայրը մի լավ խոսք էր ասել, որ իրոք Աստծուց էր։ Ասել էր հայր, եթե մեծ եղբայրս կկանգնի, հաստատ կասի, ինչ որ ինքը ասում է, դա Աստծուց է, ես իրեն կլսեմ։ Շատ բաներ ինքը իր ենթադրությունն է ասում, այն մի քարոզիչի միտքն է ասում, այն մի քարոզիչի խոսքն է ասում, որոնք ես չեմ տեսնում Սուրբ գրային։ Եթե եղբայրս կասի Աստված է ասում այս խոսքը, Աստծո կամքի պես եմ խոսում, ես նրան լսեմ։ Երկրորդը, հայր, նույնն էլ քեզ եմ ասում։ Եթե դու հիմա որ ասում ես գնա եղբորդ լսի, միաբանվեք, եթե դու վստակ ասես այդ հանձնարարությունը Աստծուց է, ես քեզ կլսեմ։ Դե հիմա ասա, ինչ որ դու ինձ պատվիրում ես Աստծուց է, թե ոչ։ Հայրը լռեց, եղբայրը լռեց։ Տեսնում եք դուք չեք կարող երաշխավորել, որ ձեր խոսքը Աստծուց է։ Դրա համար ես ձեզ չեմ լսելու։ Ոչ հորս, ոչ էլ մեծ աղբորս։ Ես Աստծուն եմ լսելու։
Բայց հիմա շատ ժամանակ մենք տեսնում ենք, եթե հայրը մի բան է խոսում, անգամ սուտ է խոսում, Աստծով չի խոսում, զրպարտում է, մարդը չի լսել, ու մասին որ խոսում է։ Դրանց հավատում է։ Բայց Սուրբ Գիրքը ասում է 2-3 վկայով պետք է հաստատվի, ապացուցի։ Եթե անգամ հայրս է խոսում, ինչ-որ մեկի մասին, թեկուզ հորեղբորս մասին, ձեզանց որևէ մեկի մասին, բացասական է խոսում, եթե չի ապացուցում, ուզում է հայրս լինի, ես չպետք է լսեմ նրան, ես պետք է վկա ուզեմ, 2-3 վկա, որ հաստատվի նրա վկայությունը ճիշտ է, հորս խոսքը թե չէ, կամ եղբայրս է, կամ մայրս է, ով ուզում է լինի, անգամ հնարավոր է ինչ-որ վկայություններ ասի ծռելով, դրա համար պետք է վկաներով լինի, գուցե այն մեկը բացատրի և հոր սուտը բռնվի, կամ ում որ է, եղբոր սուտը բռնվի, որ ճիշտ չեն խոսում, ուրեմն մենք պետք է լուռ Աստծուն լսենք, դրա համար այս երգը երկին երկիր արածներ լուռ կացեք, ուրեմն ուշացություն դարձեք, Պողոս առաքյալ երբ որ խոսում էր, նա հպարտություն չէր անում, նա խոսում էր, որպեսզի մարդիկ իմանան, ումը լսեն, Եսային խոսում էր նույնպես, մյուսները խոսում են նույնպես, ոչ թե ինչ ուզեն խոսեն, դրա համար մեզ այս վերջին օրերում ավելի պետք է մենք Աստծուն լսենք, այսքան կրթությունը օգնում է, որպեսզի մենք Աստծուն լսենք, շատ ժամանակ շատ ժողովներում անգամ վերնագիրները, որպեսզի մարդ քաշեն, մարդ որսան, բայց ոչ թե Տիրոջ ցանցով, որտեղ Տերը, երբ որ առաքյալների հետ խոսեց, ասեց ես ձեզ մարդկանց որսորդ կանեմ, որ մարդկանց որսեն կյանքի համար, իր ասած ձևով, մեկ ասում են, չէ որ Տերը մեզ մարդկանց որսորդ է սարքել, բայց ուրիշ ճանապարհներով իրենց ձևերով էին ուզում մարդ որսային, բայց ասեցի դուք ուշադրություն չեք դարձրել, դեպքը և Աստծո խոսքը, Տերը երբ որ ասեց, ցանցը գցեք, որ ձուկ որսակ, Պետրոսն ասեց, Տեր, ամբողջ գիշեր չարչարվեցին և ոչինչ չբռնեցին, բայց քո խոսքի համար ես ցանցը կգցեմ, Աստծո խոսքով, Աստծո ասածով պիտի լինի, ոչ թե մեր ցանկությունով, մեր մտածած ձևերով պետք է իբր թե մարդկանց քաշենք եկեղեցի, իբր թե գան փրկվեն, չեն փրկվելու, եկեղեցի էլ մտնեն չեն փրկվելու, Աստծո խոսքով պետք է լինի ամեն ինչը, այսօր շատերին են քաշել տարբեր եկեղեցիներ, որոնք որ չեն ապաշխարել դեռ, հազարավոր մարդիկ հավաքվում են միտեղ, բայց շատերը Աստծուն չեն ճանաչում, սա ճշմարիտ վկայություն է, և Պողոսը երբ որ խոսում էր, վկայություն էր դնում, իր մասին ասել, ես Պողոս, Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի առաքյալ, Աստծուց դրված ոչ թե մարդկանցից, շատերը իր ժամանակով չարախոսում էին, դու ես քեզ ներկայացնում, Հիսուսին էլ ասում, դու ես քո մասին խոսում, Հիսուս ասում է, թեկուզ ես խոսեմ իմ մասին, ճիշտ եմ խոսում, որովհետև Հայրը ինձ հետ է, ոչ թե միայն ես եմ խոսում, այլ Հայրն էլ հաստատում է, հենց գործերին նայեք, դրա համար ինչ եմ ասում, շատերը որ եկեղեցի են կանչում, եկեք տեսնում ես գրված է, վկայություններ, հրաշքներ, նշաններ, բժշկություններ, ասիկե այն ձևի ոնց որ այն ամեն մարդու սրտը քաշվում է, գուշակների մոտ են գնում նույն վկայություններով մարդիկ, հա, եթե բժշկում է, հետո ինչ, էքստրասենս չի ասում են, գնում են, կարևորը բժշկվեն, նմանաձև տեսնում ենք, եկեղեցիները մարդկանց այս ձև են քաշում, բայց կարող են ասել, Աստված ասել, այսպես գրի և այս խոսքերով սրա նրա վկայությունը տալով բեմից, իբր մարդ կանչեք, որ եկեղեցիները շատանա, շատերը հույսով գնան, թե պետք է բժշկվեն, Տերը առաջինը մեզ բժշկության համար չի կանչել, լավ իմացեք, փրկության համար է կանչել, Տիրոջ նմանվելու համար է կանչել առաջինը, բայց փրկվելով մենք գնում ենք Տիրոջ նմանվելու ճանապարհին,
Տիրոջ նմանվելը ավելի մեծ գործ է, քան փրկվելը։ Տերը փրկում է եւ դնում է այն ճանապարհին, որի մեջ հավիտյան պետք է ապրես։ Որով որ պետք է աճես Աստծո նմանության մեջ։ Իսկ շատերը փրկություն, միայն փրկություն եւ սխալ ձևերով։ Դա Պողոս ասում էր. Աստված է ինձ ասել, ուրիշները քարոզում են մարդկային իմաստությունով, բայց իմաստությունը մարդկային իմիջիայից գիտեք, չէ, շատ բարձր բաներ ունի մարդու առաջ, կարող զարմացնել անգամ մարդկանց։ Մարդիկ ապշեն մարդկային իմաստության վրա անգամ, բայց ասում են Պողոս առաքյալը, դրանք փրկարար չեն։ Դրա համար ասում են, Աստծո հոգով եւ զորությունով քարոզեցի ավետարանը, որպեսզի ձեր հավատքը մարդկային իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով լինի, որ հավիտյան ապրեք։ Մարդկային իմաստությունը հավիտյանական կյանք չի տա։ Տեզեր կթռնեն, հազար մի բաներ կշարքեն, բայց դրանք մարդուն կյանք չեն տալիս, ստեղծողները, դրանց ստեղծողները մեռնում են։ Չեն ապրում իրանց զարմանալի ստեղծագործություններով անգամ։ Դրա համար ասում է, հավիտյանական կյանքի համար ես մարդկային իմաստությունը մեկ կողմ եմ գցել Պողոս առաքյալը։ Եվ Պողոս առաքյալի նամակների մեջ չեմ ամուշացում դարձրել թե չէ, հայերենում այդպես չի երևում, բայց ավետարաններ կան, որ հանգերով գրված է, ցույց են տալիս, որ Պողոս այդ ժամանակ, երբ որ նամակներ է գրել եկեղեցիներին, ճիշտ է հայտնել է ճշմարտությունը, բացահայտել է ճշմարտությունը, խորհուրդներ, բայց երգի ձևով է գրել, որպեսզի եկեղեցիներում երգվի, անդադ երգվի, չմոռանան այդ ճշմարտությունը։ Օրինակ, որ ասում է, Աստված հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, եւ դա երգ է։ Ու նման երգեր շատ կան։ Կամ արդար չկա, մեկն էլ չկա, բոլորը խոտորվեցին, էս եղան, այն եղան, դա երգ է։ Որպեսզի մարդիկ միշտ երգեն ու հիշեն իրական հիմնավոր ճշմարտությունները։ Նմանապես կարող եմ ասել, այո, ինչպես այդ եղբայրը ասում է, եթե կարող ես ասել, Աստված է ասում, այս արա ես հնազանդվեմ։ Աստված է ասել, այո, մարդ պետք է համարձակություն ունենա, հաստատ որ իմանա Աստված է տվել, թե չի տվել։ Ինչ որ բան։ Դա համար երգը եկեղեցու հիմնական օրհներգն է։ Աստված է տվել։ Տվել է եւ ես գրել եմ։ Իմ խելքից չի։ Աստված է տվել, բայց մենք այսօր տեսնում ենք, որ շատ տեղերում երգում են անգամ 100,000-ավոր նայողներ կան, լսողներ կան այդ երգը։ Բայց մենք տեսնում ես մի քանի տուն կրճատել են, հետո զանգել են, ասել են այդ մարդուն։ Տարբեր տեղերում են ապրում, Մոսկվայում, Հայաստանից դուրս, Ռուսաստանից դուրս, տարբեր երկրներում, ասենք ինչու եք կրճատել։ Ասում եմ, գիտեք ինչ, երկար է, ժողովուրդը չի կարող երկար երգ լսի։ Ասենք իրանք իրենց ցանկությունն են դնում, ոչ թե աստվածաճանաչ մարդիկ են ու երգը երգում են։ Հոգևորներ կան, ոչ հոգևորներ կան, իրենք ուզում են իրենց ունկնդիրներ հավաքեն այս երգով, ոչ թե ուզում են Աստված ներկայացնեն։ Իրենք իրենց նպատակներով են անում, ոչ թե Աստծո նպատակով։ Բայց սրանք բոլորը Աստծո նպատակով է գրվել։ Մեկն էլ երգում է երկինք երկիր արարածներ ինձ լսեք, փոխելա, փոփոխություններ են մտցել երգի մեջ։ Ամառ տեսիք նպատակով Աստծուց է գրվել։ Լուր կացեք, ոչ թե ինձ լսեք։ Ես ինչ չեմ ներկայացնում, որ դուք իմ առաջ լուր կացեք։ Այս երգը ասում է Աստծո առաջ լուր կացեք։ Բայց մարդը մի բառ փոխելով Աստված մեջից հանում է։ Երկինք երկիր լսել եք, չէ՞ երգը։ Երկինք երկիր արարածներ ինձ լսեք, առանց խորհուրդ անելու գրողի հետ, հեղինակի հետ, առանց ոչ մի բանի, առանց իրավունքի, վերցրել երկինք երկիր արարածներ ինձ լսեք։ Եթե ասում ես ինձ լսեք, նշանակում է դու քեզ ես դնում այդ բարձր տեղում ու երկինք երկիր արարածներ էլ ինձ լսեք։ Ես ով եղա, որ ասում եմ ինձ լսեք։ Լուր կացեք, Աստծո առաջ լուր կացեք, Աստծուն լսեք, Աստծո խոսք լսեք։
Ոչ թե մարդու խոսք լսեք։ Իբր գեղեցկացնում են։ Ու տարբեր տների մեջ տեսնում ես բառեր են փոխել։ Բայց այս երգը հաշվարկած երգ է։ Ուշացում դարձրեք։ Նախ այս երգով ներկայացվել է Աստծո 10 բնութագիրը։ 10 բնութագիրը, որից բխում են ամբողջ վկայությունները։ Եթե օրինակ մենք ասենք Տերը սիրո Աստված է, սիրուց է, որ բխում է շնորհք, ողորմություն եւ ամեն բարիք, սիրո պատճառով։ Կարող ենք առանձին խոսել, Աստված ողորմած է, շատ խոսում ենք, բայց այդ թեմայի մեջ ընդգրկված չի այդ բառը հիմնականում սերն է, սուրբ բառն է, որտեղ սրբությունից է, որ Աստված անսուտն է եւ այլ եւ այլ։ Եվ մենք տեսնում ենք Աստծո 10 բնութագրերը, չեմ ուզում կիսել հիմա, 3-ը նրա ով լինելու համար եւ 7-ը նրա ինչպիսի լինելու համար։ Աստված անձնավորություն է, հոգի է, մեկ է։ Եվ ինչպիսի լինելը սեր է, սուրբ է, ամենակարող է, ամենուրեք է, ամենագետ է, ամենաիմաստուն է եւ հավիտյան անփոփոխ է։ Այդ բոլոր բնութագրերի մեջ։ Բայց մարդը որ տներ է հանում, Աստծո վկայությունները կորցնում է։ Աստծո մասին եղած վկայությունը կորցնում է եւ կարծում է թե լավ է, որովհետեւ ինքը ուզում է մարդկանց հաճո լինի։ Երկար չերքեմ մարդիկ ձանձրանան, կարճ երգեմ։ Ու իրանց սխալ երգերը տարածվել են այդ չափով աշխարհի մեջ պատասխան կտան։ Աստված է ասել կիսի։ Սա Աստծուց է, մարդու խելքից չի։ Հայտնությունով է գրվել այդ երգը, թե չէ այդպես բան չկա, որ դու մի բան գրես ու բոլոր այդ սենց ասած բնութագրը իր մեջ պարունակի, այս կարճ երգով սենց ասած, որոնց թվում է թե ոմանց թվում է թե երկար է, չեն ուզում բոլորը երգեն, ամբողջը երգեն։ Ուրեմն Աստված ձեզ օրհնի։ Ես հիմա ուզում եմ երկրորդ օրինաց 27-ի 9-10 համարները կարդամ ձեզ համար։ Ասում է եւ Մովսեսը եւ Ղևտացի քահանաները խոսեցին բոլոր Իսրայելի հետ ասելով. լուր կաց եւ լսիր, ով Իսրայել։ Դու այսօր քո Եհովա Աստծո համար ժողովուրդ եղար։ Ուրեմն լսիր Եհովա Աստծո ձայնին եւ կատարի նրա պատվիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ։ Մովսեսը ասում է, ես եմ քեզ պատվիրում, բայց Աստված է ասում։ Աստծո պատվիրանները ընդհանրապես մարդկային ձայնով ձեզ կրկնում են, որտեղ դուք մարդ եք, պետք է լսեք։ Որտեղ լսել կա, այնտեղ լռել կա։ Թեկուզ գրած չնի, լուր կացեք։ Եթե ասում են լսիր, ուրեմն դու պետք է լուր մնաս, որ լսես։ Լուր չմնաս, չես լսի։ Դες ասում են լուր կաց, ով Իսրայել, տեղ կա ասում են լուր կացեք, երկինք երկիր։ Տեսեք, թե Աստված ինչ է ասում։ Բայց ցավալի երևույթ է տեղի ունենում, գիտեք ոնց։ Նպատակով գնացել եմ մարդկանց տուն։ Նպատակով որ գնամ իրենց հետ կիսվեմ, Աստծո հայտնությունները նրանց ասեմ, Աստծո շնորհք իրանց բացահայտեմ, գրքով տված շնորհքը, Աստծո մասին ներկայացնեմ։ Մեկ է որ հələ նոր եմ սկսում խոսել, տեսնես եղբայր ջան մի հատ հետաքրքիր բան եմ այսօր տեսել, իրաս, հələ սպասի պատմեմ։ Ստիպված որ ասես լուր մնա, սուս մնա, խռով էլ չի լսի։ Ասես դե լավ, թող պատմի նորից ես անցնեմ Աստծո նպատակին։ Մի երազը պրծավ։ Մեկ է որ կիսատ պատմեմ այդ իմ պատմությունից մի բան էլ հիշեց։ Հələ լուր անցած տարի ուրիշ երազ եմ տեսել։ Ես չեմ հորինում, իրական բան եմ ասում։ Պատահել է նույն ընտանիք, ես գնացել եմ մոտ 6-7 ամիս, այդպես չեմ կարողացել ասել, ինչի համար եմ եկե, ինչ եմ ուզում ասել, այդպես չթողեցին խոսեմ։ Ես վերջացնում եմ, իրա պատմությունն մեկն է պատմել, մեկը վերջա լուր չեն կենում։ Պետք է լուր կենա, որտեղ ինչ եմ եկես, դա պարապ չեմ ձեր համար գալիս եմ։ Աստված ինձ ուղարկել է քեզ համար։ Հիսուսը անգամ ժողովուրդ է թողում գնում էր մեկի հետ խոսելու։ Ամեն մեկին ասում ման է գալիս։
Ամենքը պետք է լսեն։ Բայց մեկը տեսնես կամ են ընտանիքից մի քանիսը լսեցին, մի քանիսը չլսեցին։ Հենց ուզում ես մի օրինակ բերես, հանկարծ ասես երեխան այսպես ասեց, հələ սպասի ասեմ իմ թորն ինչ էր ասում։ Համար դե լսի էլի։ Ես ժամանակ չունեմ ինձ զբաղեցնել, քեզ զբաղեցնել։ Ուզում եմ մի շնորհք փոխանցվի Աստծո շնորհքից քեզ։ Մի հայտնություն քեզ ասվի, Աստծո ճանաչությունը ասվի։ Բայց չեն լսում։ Զարմանում ես, ու էլ չեմ գնում։ Ասում են ժամանակ, հետո ուզում են իմանալ, ասում են ժամանակ չկա, դա բաներ կա, մի ժամերի հարցը պետք է բացատրվի։ Ես վերջերս էլ հայտնություն կա, որ ասում եմ Տերը ասեց Տիրոջ գալուստը մոտ անգամ հրեշտակները հայտնեցին, փողեր փչեցին, որ ասեք, ասում եմ սկսեց եկեղեցի խառնվել, ասում պատրաստվեք, արագ։ Սկսեցի շատեր պատրաստվում, մեկ եկել է, եղբայր ջան, մյացես խոսք է, կբացատրես ինձ։ Ասում եղբայրը ջղայնացավ, ասես դրա ժամանակն է, ասվել է, լսեիր։ Դա ամեն մենք պետք է ուշադիր լինենք, լռենք, որ լսենք, չլռես, չես լսելու։ Մեկ ուրիշ համարում, Սաղմոս 62-ում ասում եմ, ինքն իրեն է ասում, ով իմ անձը, միայն լուր մտիկ դուր Աստծուն, լուր մտիկ դուր Աստծուն, ոչ թե խոսելով, կամ քեզ հետ խոսում են միտքը թռած լինելով, մտիկ դուր Աստծուն ասում է լուր, որովհետև նրանից է իմ հույսը, իրավի, որ նա իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը և ես չեմ շարժվի։ Այսինքն այս բոլոր օրհնությունների մեջ հաստատվելու համար հույսի վեմը, որի վրա հաստատված է փրկությունը, ապավենը, շարժվելը, եթե լուր լսես այս բաներին կհասնես, չես հասնելու, կիսատ կթողես ու չես կարող իմանալ, ոնց բարձրանաս այդ վեմին, օրինակ, ոնց հաստատվես, որտեղ կանգնես, օրինակ, թեկուզ ֆիզիկապես բացատրեմ։ Դրանց լուր լսի, որ այս փրկությունը, ապավինությունը, հույսը կատարվի։ Եվ շարունակում ասում է, Աստծո մոտ է իմ փրկությունը եւ փառքը, իմ զորության վեմն ու իմ ապավենը Աստծո մոտ է, հուսացեք նրան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցեք ձեր սրտերը նրա առաջին, Աստված մեր ապավենն է։ Իրավի հասարակ մարդիկ ունայն են, մեծամեծ մարդիկ էլ սուտ։ Երբ կշերքի մեջ դրվեն, այսինքն կշերքի նժարի մեջ դրվեն, այդ ժամանակ իրանց կշերքը տենց են։ Լավ կշերքի նժարի վերևինն էլ ակոչում նշան։ Ասում են, երբ այս մարդիկ, մեծամեծները, հասարակ մարդիկ, բոլոր մարդիկ, երբ որ կշերքի մեջ դրվեն, նրանք ամեն ունայնությունից ավելի թեթև են։ Պատկերացնում եք։ Միտեղ էլ Տերը ասում է, բոլոր ժողովուրդները միասին կշերքի նժարին կպած փոշու նման են, որ ինձ համար նժար չեն շարժում։ Մի հուսացեք հարստահարության և զուր հույս մի դնեք հափշտակության վրա։ Եթե հարստությունը շատանա, սիրտ մի դնեք նրա վրա։ Աստված մի անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի, թե զորությունը Աստծունն է։ Եվ Տիրոջ հետ է խոսում, քոնն է ողորմությունը, Տեր, որովհետև դու մարդուն հատուցում կտաս նրա գործերի համեմատ։ Դա էլ է գործ, լսում ես, թե չես լսում։ Գնացել եմ դասի, գործ է։ Սովորելու եմ գնացել, գործ է։ Ինչ ես արել, լսել եմ։ Սովորել ես։ Ես վերջերս մի ակտիվ երեխա կա, աղջիկ երեխա։ Ամեն անգամ տեսնում եմ, հաշվում է, խոսում է, տառեն ասում, մի ծանոթ մարդու թոռնիկ է։ Առաջին դասը ասում եմ, այսօր որ տառը անցակ, ասում եմ, այս տառը։ Այդ տառն ենք անցել, ասում եմ, տակը լեին նման է։ Հաջորդ օրը հարցնում եմ, որ տառն եք սոր, այսօր նույնն է մնացել։ Հաջորդ օրը որն եք անցել, այս ինչն եք անցել։ Մի երեխա էլ ասում եմ, իր դասանց, ասում եմ, այսօր ինչ տառ եք անցել, ասում եմ, չգիտեմ։ Այդ աղջիկ երեխան էլ ասում եմ, որ դու իմանա խաղալիքների հետ խաղամ, հա։
Կարա սովորի, առաջին դասան երեխա պատասխանատան իր ինձ ասում է, ինքը խաղալիքների հետ խաղում է դասի ժամանակ, չի կարա լսի, որ սովորի։ Զարմանալի է, չէ՞։ Ասում եմ լուր կացեք, պետք է լսել ունենաս, ոչ մի բան քո լսելուն չխանգարի, ոչ խաղալը, ոչ խոսալը, բայց զարմանալի, ոմանց հետ ուզում ես խոսես, գիտեն թե ինձ ես եկել ես քեզ զբաղցնես, դե ժամանակը պետք է անցնի էլի։ Իրեն դրա համար եմ խոսում, դրա համար չեմ խոսում, մի վայրկյան ժամանակ չունեմ ես։ Ամեն անգամ զբաղված եմ, մի բան պետք է անեմ, եթե մարդկանց կողմից նստում եմ, դա չի նշանակում պարապությունից է։ Բայց շատերը գիտեն թե դե եղբայրը եկել է, ուրեմն դե մի բան պետք է ասի, էթա մի հատ սուրճ դնենք։ Ուրեմն գործ կառաքելոցի մեջ հետաքրքիր մի էլի հայտնություն կա, թե մենք կարծում ենք գիտենք թե սովորական պատմություն է, հայտնություն չենք տեսնում, բայց հետո որ ուշադրում ենք նայում տեսնում ենք հայտնություն է։ Գործ կառաքելոցի 13-րդ գլխի մեջ այսպիսի բան կա։ 39-րդ խոսքից կարդամ։ Պողոս առաքյալը մինչև 41 հետո կշարունակեմ։ Եվ այն ամեն բաները, որ Մովսեսի օրենքով չկարողացաք արդարանալ, սրանով, այսինքն ավետարանով, Հիսուսի ավետարանով, ամեն հավատացող կարդանա, արդ զգուշ կացեք, որ չլինի, թե ձեզ վրա գա մարգարեներից ասածը, թե տեսեք անարգողներ եւ զարմացեք եւ փչացեք, որ ես մի գործ եմ գործում, ձեր օրերում եմ մի գործ, որ նրան չեք հավատա, եթե մեկը պատմի ձեզ։ Ուրեմն լսեք առհամարողներ եւ անարգողներ։ Մի հատ պատիժ եմ բերելու ձեր վրա, անհավատություն։ Եթե մեկը ձեզ պատմի, չեք հավատա։ Լսեք անարգողներ, զարմացեք ու փչացեք։ Աստված ինչ պատիժ է որոշում։ Մի գործ եմ անելու ձեր օրում, մի գործ, որ եթե մեկը ձեզ պատմի, չեք հավատալու։ Այսինքն, եթե մարդը առհամարական է վերաբերվում խոսքին, խոսք էին խոսում Պողոսենք, սառը, իմիջայլոց, դա առհամարանք է։ Եթե դու առհամարում ես, ուշադիր չես լսում խոսքը, չես ուզում հասկանալ, մարդան ճաշ էր պատրաստում, ուրիշ մարդու համար չէ, Հիսուսի և իր աշակերտների համար, բայց Մարիամը լուր լսում է, լուր լսեք ասում է, եթե լսում ես, ուրեմն լուր լսի, ասում է, Մարթան եկա բողոքեց, դե մենակ Հիսուսի հետ ամենակիչը 12 աշակերտ, 13 հոգի իրանց ընտանիքը կանայք, մի 20 հոգու համար ճաշ էր պատրաստում են մենակ, եկա բողոքեց խեղճը, դեր հոգը չի, մի բան է կարծես թե տիրոջ հանդիմանում է էլի, Մարիամը կնի քալով նստել աղջիկ քալով կողը դու էլ չես ասում գնա քրոջդ օգնի, ասում ես ամբողջ հոգսը թողել է վրես ու նստել աստե, ասում Մարիամը բարի մասը ընդունեց, ընտրեց, իսկ դու շատ հոգսերով ես տարված, նա բարի մասն է ընտրե, որ նրանից չի վերցվի, չէր պատկասում Տերը այդպիսի պատասխան կտա, դե համար հիմա խոսում ես, մարդկա քեզ հետ խոսում է, Աստծո խոսք մեջ բերում է անելով, որպեսզի Աստծո խոսքի միտքը քեզ հայտնի, իսկ մյուսը իր կամքը, իր փորձառությունը, իր ումն ես լսում, ստա հրաշքը նրա բժշկությունը, դա էս ինչ է, այն ինչ է, շատերն սուտ վկայություններ են անում, այնքան որ մարդ հավաքեն քարոզիչների համար, մենք խոսում ենք մարդ հավաքելու համար չի, մենք խոսում ենք թող Աստված հավաքի, ում սիրտը կբացվի Աստծո խոսքի համար, Տերը թող նրան բերի, ում սիրտը բաց չի, հակառակ մեզ համար բեռը, ավելի լավ այդ մարդիկ չնեն, մեզ չզբաղցնեն իրենցով, որպեսզի ծառավներով զբաղվես, կարիքավորներով զբաղվես, Աստծուն ընտրածներով զբաղվես, որպեսզի հասունանան, կատարելության գնան, օգուտը սա է, իսկ այն մարդը, որ չի լսում, անարգում է, առամարում է, մեր տարիներ ուտում է, ումն է պետք։ Տեր ասում է, իզուր տեղ են զբաղեցնում,
Երբ որ տեսնել դուրս են գալիս եկեղեցուց, հանկարծ կամ մենք հանում ենք, տեսնում եք վերջ-վերջո լուծում չկա սրան, ինչ որտեղ հավատացեք, տխրում եմ նրա կորուստ գնալու համար, բայց ուրախանում եմ, որ մի տեղ բացեց ծառավը կգա տեղը կնստի։ Դուք տեսնում եք, մենք քեֆեր ենք անում կամ բան, մարդիկ ուզում են գան, տեղ չկա։ Չէ՞, ստիպած ասենք միայն եկեղեցու անդամները կամ ծայրահեղ դեպքում իրանց որոշ տան անդամները երեխաներից տեղ չկա։ Այն անպատուղը չան նստե տեղը զբաղցնել, որ ծառավին էլ տեղ չլինի։ Լավ չէր, որ դուրս եկավ, մի օքի ավել կնստի, ծառավ կնստի ստե։ Տերը ձեզ պահի։ Ուրեմն շարունակում եմ 44-ից նույն գլխի գործառաքելոցին։ Եվ հետևյալ շաբաթ օրը համարյա թե բոլոր քաղաքը հավաքվեց Աստծո խոսքը լսելու համար։ Երբ հրեաները ամբողը տեսան, նախանձով լցվեցին եւ Պողոսից ասած խոսքերի դեմ խոսելով հակառակում էին եւ հայոյում։ Իհարկե հայո տարբեր ձևի հայոյանք կա նաեւ սա էլ է հայոյանք, չեմ ինչ հայոյանք էին ասում, ասում հայոյում էին։ Բայց դա էլ է թեկուզ նրանց ստախոս անվանեն։ Խափում են ձեզ եւ այլ։ Բայց հենց սրանք ուտոր մարդիկ էին։ Պողոսի շրջապատից չէին, Պողոսի խմբից չէին, եկեղեցուց չէին, բայց ինչքան ավելի դառն է, երբ որ տեսնում ես եկեղեցուց մեկն է դուրս եկե ու հայոյում է եկեղեցու կանոնները, կանոնները կամ ծառայողներին։ Տերը ձեզ պահի։ Եվ հայոյում էին ասում։ Պողոս եւ Բարնաբասն էլ համարձակությամբ ասում էին. Առաջ պետք է որ Աստծո խոսքը ձեզ խոսվեր։ Այսինքն պետք է լուր մնաք խոսքը լսեիք։ Բայց դուք խոսք չլսեցիք։ Ու հելլեք հակառակում եւ հայոյում եք։ Բայց ասում որտեվ դուք մերժում եք նրան, այսինքն Աստծո խոսքը։ Եվ արժան չեք համարում ձեզ հավիտենական կյանքին, ահա դեպի հեթանոսներն ենք դառնում։ Ուրիշի կգնանք, այնպես որ այս խոսքը դատարկ չի գնի յետին, որտեվ Տերն այսպես պատվիրեց մեզ, թե քեզ հեթանոսների լույս տրի, որ դու փրկություն լինես մինչև երկրի ծայրերը։ Մեզ այս պատվիրեց Տերը, Հիսուսին լույս ադրել, որ փրկություն լինի մինչև երկրի ծայրերը, գնացեք մինչև երկրի ծայրը, այս լույսը մեզ էսա պատվիրել, որտեղ չընդունեցին ուրիշին խոսացեք։ Ընդունող կլինի, բայց դու կմերժվես։ Հեթանոսներն այս լսելով ուրախանում են եւ Տիրոջ խոսքը փառավորում են եւ հավատացին, քանիսը որ կարգված էին դեպի հավիտենական կյանքը եւ Տիրոջ խոսքը տարածում էր այդ բոլոր գավառը։ Ոնց որ սրանք չընդունեցին, ուրիշները ընդունեցին։ Եկեղեցուց ոմանք անհոգ ու անտարբեր կլինեն, Տերը գոռալով է խոսում։ Այս վերջերս։ Անկամ այս վերջին մարգարեությունների մեջ օտարլեզվի թարգմանություն կա, շուտով ձեզ դուք կլսեք։ Ասում համարձակ խոսի, խիստ հանդիմանի, մի կանգնի, օրերը վերջանում են։ Ժամանակը կարճ է, փրկվեն, բայց ով չէր որ անարգեն, անգամ ես ասում ես վերջին հայտնությունը որ տվեց գրվեց, ասում է շատերը չեն հավատում որ այդ խոսքը ինձանից է ու իմ անունը տալիս ասում է չեն հավատում որ նրա մասին եղած վկայությունները ինձանից է։ Կասկածում են, ես տեսնեն դատելու եմ։ Տարիներ առաջ ամբողջ եկեղեցի շատ խաղաղ, հետաքրքիր խաղաղություն էր։ Եվ հայտնություն եղավ։ Դա մի անգամ թե երկու անգամ կարդացվել է եկեղեցում, որ շուտով հալածանք է սկսվում, ասենք Միլազի հանդեպ, որտեղից ասում է
տարբեր տեղերից է, երևի մի 10 տեղից, հիմա չեմ հիշում հատ, բայց նաև կա դրա մեջ իր ազգից, իր ժողովրդից, իր ընտանիքից, իմ եկեղեցու միջից, օտար հավատացյալների կողմից եւ այլ անուններ է տալիս, որ ես մտածում եմ, ոնց որ ուզենամ կասկածեմ, չի համարձակվում, ասում պետք է եղբայրների հետ քննվի։ Տիրոջից է, թե տիրոջից չի այս հայտնությունը, բայց այնպիսի խաղաղություններ եկեղեցում, որ հավատը չէր գալիս, եկեղեցուց մարդ վեր կենան ու հակառակվեն իրար կամ ինձ կամ որևէ մեկին։ Զարմանալի էր, ասում եմ, հնարավոր չի սենց բան։ Բայց վախենում էր, որտեղ ասում եմ, Տեր Աստված, Երանի ողորմես, որ այսպիսի բան չլինի։ Մեղք են, բայց մեկ են ինչ գրված էր հատ կատարած անգամ այդ տեսիլքը տեսնող ասում է, Տեր ես էսի չեմ ասելու եկեղեցում։ Ոնց կլինի իր ընտանիքից, մեր եկեղեցուց։ Եվ Տեր ասում է, ես քեզ ասում եմ ասա, երկրորդ անգամ է ցույց տալիս, երկրորդ օրն է ցույց տալիս նույնը։ Որ դու ասա, թող զգույշ լինի։ Այնպիսի բաներ է խոսել, որ այսօր փաստորեն կատարվում է հատ։ Տերը ձեզ պահի։ Եթե ինձ մնա, ես գիտեմ Աստված ինձ հետ է, ինչ ուզում անեն, մեկը Տեր ասել է քեզ կպահեմ, մինչև վերջը, դենց էլ գրած է։ Բայց այդպես պիտի դա կլինի սեր կամ խաղաղություն անել, դա սուտ խաղաղություն է։ Բայց եկեղեցին, բայց ժողովուրդը գուցե ասվի փոխվեն։ Բայց լսելով լսում են ու չեն լսում։ Հենց որ իրանց այն մի հատ ծեր բարեկամ եմ ունեցել, ասում հավաքվում են իրար հետ, ուտում, խմում էին, իրար կենաց են խմում, իրար գովում էին, ջան ղուրբան էին ասում, ասում այդ ծեր մարդը ասում էր, գիտեք մինչև երբ է այս ձեր ջան ղուրբանը, երբ է այս ձեր խաղաղությունն ու իրար հարգանքը, մինչև որ ինչ-որ մի հարցով հանկարծ իրար հակառակ կլնեք, էլ ամեն չմոռանում եք սկսում եք իրար անպատվել։ Որ մեր գործ իրար անգնում էլ արդեն դե երևում է դուք իրական այս խաղաղ մարդիկ եք իրար հետ, սիրող եք, հարգող եք, թե չէ։ Մեկը տեսնում եկեղեցու միջի շատերն է, շատ լավ, խաղաղ, ուրախ, զվարթ, մեկ էլ հանկարծ մի բան անի, փորձվի դու ասես այ ախպեր, ես քո արածը կամ այ քո արածը սխալ էր։ Աստծո խոսք ես դնում, ինչ դնում ես վեճը չի։ Քանի օգ ես վերջերս ես գիտեմ Աստված ինձ հետ է, ես հավատում եմ Աստծուն, խոսում եմ Աստծո մասին, ես կոմենք, այմա շատերն են խոսում, շատերն են հավատում, սատանան էլ է հավատում, ինքը քեզնից լավ է հավատում, ինքը իր աչքով է տեսել Հիսուսի հարությունը, Հիսուսի կյանքը, բժշկությունները, դու ոնց հավատաս, տեսնողի չակ չես կարող հավատաս, համոզված լինես, ինքը կատարյալ համոզված է Հիսուսի վրա, թե իր գործերի, իր ծնունդի, իր հարության, ամեն ինչի կատարյալ համոզված է սատանան, բայց չի պերկվում։ Հիսուս ասում է կգամ իր գործերը նոր Սամոսից էլ կարդացի։ Գիտեմ որ դու կգաս եւ ամենքին իր գործերի համար կդատես։ Կապ չունի ինչ ես տեսել, ինչ չես տեսել։ Կամ էլ մեկի կյանքում որ բժշկություն ա լինում, այդ վերագրում է իր լավ լինելուն։ Ես լավն էի, աղոթքս Տերը լսեց։ Համ եկեղեցուն ասում աղոթք արեք, վերջում ասում Տերը աղոթքս լսեց։ Դե որ տենց է ինչի եկեղեցուն ասում, եղբայրներին ասում աղոթեք ինձ համար։ Գնար մենակով աղոթեիր։ Ուր անում ես մյուսի օգնությունը։ Անցնենք առաջ ժողովուրդ ջան։ Տիրոջ խոսքը լսելու համար մարդ պետք է լուր լինի։ Մանավանդ ասում ենք պետք է մտածենք, ես երկի համար որ ասեցի, մենք պետք է մտածենք, ինչ է ներկայացված սրա մեջ եւ ամեն մեկի վրա մտածենք, ամեն հատվածի ինչ է նշանակում, օրինակ Տերը ամենակարող է, ամենուրեք է կամ սեր է, կատարյալ սուրբ է։ Ոչ թե արդեն այս խոսքերը մեր ականջների մեջ
Այն որ ասում ադապտացվեն, դե լսել ենք էլի ով չգիտի, բայց եթե գիտես, ինչու ես դու Տիրոջ խոսքը խախտում։ Չէ որ մենք կարող ենք ապրել Աստծո ուզածով։ Աստված մեզ վերստին ծնունդ ա տվել, մեզ օրհնել ա։ Մենք կարող ենք ապրել։ Առաջ չենք կարող ապրել օրենքին լսել։ Բայց Տեր ասես վերստին ծնվածների նոր ուխտի մեջ լինողների սրտում իմ օրենքը կդնեմ, արդեն կարող են օրենք պահել։ Ինչու չենք պահում։ Միթե չեմ կարող չգողանալ։ Եվ այլ։ Տերը կարողություն է տվել, առաջ չէի կարողանում։ Որտեղ օրենք չկար իմ սրտում, դրսում էր օրենքը սուրբ, ես մեղավոր, երբ Պողոս առաքյալ ասում, որտեղ մենք մարմնավ ենք ծախված մեղքի տակ, դրա համար սուրբ օրենք չենք անում։ Բայց երբ որ Հիսուսը եկավ խաչվեց 8-րդ գլխում Հռոմեացի, ասում որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեզանում։ Այսինքն օրենքը ինչ որ պահանջում էր, այդ արդարությունը, այդ օրենքը դրել է մեզանում եւ մենք կարող ենք օրենքը կատարել։ Փրկություն չի օրենքը, բայց Աստված դրեց մեր մեջ նվեր իր փրկությունով։ Իր խաչի գործով դրեց մեր մեջ, որ մենք կարողանանք իր նման լինենք, խոսքը կատարենք։ Տերը ձեզ պահի, ուրեմն զգուշ եղեք։ Այս օրերը շատ վտանգավոր են։ Նոր մի քանի ժամ առաջ խոսում էի Ռուսաստանի մեկի հետ, մեր հին քույրերից է, իրանց ընտանիքի հետ է խոսում, հավաքված են։ Շատ վաղուց չէի տեսել, ժամանակ առ ժամանակ խոսում ենք։ Ու այդ հենց այս մասին ինչ-որ չափ ասեցի, որ մարդը պետք է Տիրոջ օրենքը ունենա իր մեջ։ Եթե չէ, Տիրոջ խնդրի թող դնի քո մեջ։ Եվ այն մասին, որ Տիրոջ խոսքի մեջ մնանք եւ ինքը գիտեք ինչ ասեց, թեև մենք ստեղ ասել ենք, բայց ինքը հետաքրքիր բան ասեց։ Ասես միլազ եղբայր, առաջ մեր եղբայրները որ դատվում էին սովետի ժամանակ, 20-25 տարի, 30 տարի դատվում էին, դա ավելի հեշտ փորձներ քան այսօր, որ սուտ ուսմունքներին չեն դիմանում։ Նման մարդիկ այսօր գայթակղված են։ Սխալ սուտ ուսմունքների մեջ են ընկել։ 25-30 տարի դատվել է, դիմացել է, չի ուրացել Տիրոջը։ Ուսմունքներով Տիրոջ հավատքը փոխել է։ Ուրիշ Տեր է սովորացնում, ուրիշ Տեր է ճանաչում հիմա։ Նույն Տերը չի։ Այն Տերը, որին ասում է Սուրբը, հիմա ինքը իր կյանքում համոզվել է, որ կարելի է ասել անելին, ոչ ճիշտ Տերը մեզ սիրում է։ Կների։ Բայց այդ ժամանակ ինքը տես չէ, ծեծում ինչ չեր ուրանում, Տիրոջ հակառակ քայլ չեր անում։ Բայց հալանք ավելի հեշտ էր, քան թե այսօր ուսմունքներին դիմանալը։ Դրա համար անդադ կրկնվում է, խոսվում է, բայց մարդիկ գիտի թե պարապությունից այլ խոսք չունենք խոսելու։ Պողոս ասում է շատ բան ունեմ ձեզ ասելու, Հիսուսն էլ ասեց, բայց չեք կարող տանեք։ Պողոս ասեց կաթի կարոտ եք, չեք կարող հասուն ասես մարդու թեմաներ լսեք։ Դրա համար ձեզի պետք է այդ առաջին նշանագրերը սովորացնել հավատքի։ Թե չէ խոսալու բան շատ կա։ Պետք է կարողանան հասկանալ, լսեն։ Դրա համար ամեն աշխատանք տարմա, որ հասունանա շարունակություն խոսվի։ Աստվածաճանաչության մեջ վերջ չկա, հավիտենական Աստվածը երկնքում դեռ պետք է ճանաչենք ու զարմանանք նրա մեծության վրա։ Ինչ որ չափով որ այս վերջը սկսել եմ ճանաչել, հենց հիմա էլ շատ ժամանակ ստիպված, ոնց ասած Աստվածը ասում, ասա։ Շատ ժամանակ վախ է գալիս վրաս։ Ես հենց այդ Աստծո մասին ես արժան եմ խոսելու։ Արժան եմ խոսամ այդ Աստծո մասին, այդ մեծության մասին։ Բայց ասում եմ Տեր, ես արժան չեմ, բայց որ դու ասում ես, ես պետք է անեմ։ Հասկանում ենք, շատ վախենում ենք դեմը խոսանք։ Աբրահամը ասում է ներիր, որ մի հատ էլ խոսամ, մի հատ էլ հարց տամ էլի քեզ Տեր։
Հաղոտ կանելուց անգամ ասում ես, արդյոք ճիշտ եմ խոսում Տիրոջ հետ։ Ոչ թե ինչ ուզում եմ խոսում եմ։ Արդյոք ճիշտ եմ խոսում Աստծո հետ։ Դա համար սրանով երևի մարդու հոգևոր աչքն ու ասենք հնազանդությունը ինչքանով է լսում Աստծո խոսքը լուր կենում։ Ոչ թե խանգարես մարդկանց քո հետ խոսանք դու դնես քո պատմությունները պատմես։ Խանգարում ես Աստծո մասին թեմաներին, որ քեզ է պետք է քեզ հետ է խոսվում։ Աստված ձեզ պահապան, աղոթք անենք։ Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք, երկինք արարածներ լուր կացեք, ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք, իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է, իմացեք թե ով է նա ինչպիսին է, իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է, իմացեք թե ով է նա ինչպիսին է, միակ մենակ ճշմարիտ մեկ Աստված, Հայր Որդին և Սուրբ Հոգին մեկացած, միակ մենակ ճշմարիտ մեկ Աստված, Հայր Որդին և Սուրբ Հոգին մեկացած, դիեզերքում նրա նման սուրբ չկա, թագավորած թագավոր է և միշտ կա, դիեզերքում նրա նման սուրբ չկա, թագավորած թագավոր է և միշտ կա։ Եվ գոյան Աստված է, ամեն գոյեր նրանով են գոյացել, սկզբում էր գոյը և գոյան Աստված է, ամեն գոյեր նրանով են գոյացել, նրանով են ամրելուշ ձերկվելու, և նրանով իրենց վախճանը դնում, նրանով են ամրելուշ ձերկվելու, և նրանով իրենց վախճանը դնում, նա հոգի է և ինքնագոհ իմաստուն, հավիտենից անփոխ է և գիտուն, նա հոգի է և ինքնագոհ իմաստուն, հավիտենից անփոխ է և գիտուն, ոչ տիեզեր նա ստեղծեց մեծ սորում, երկինք երկիր և ինչ-որ կա ներսում, ոչ տիեզեր նա ստեղծեց մեծ սորում, երկինք երկիր և ինչ-որ կա ներսում, հսկում է ամեն
հսկում է ամեն օր Իր սուրբերի սրտում և հոգում է նա Ամենը ստեղծված է յակի հետ է նա Իր սուրբերի սրտում և հոգում է նա Ամենը ստեղծված է յակի